Վարդան Մամիկոնյանի և Ղևոնդ Կահանայի հոգիով գողջունեմ ձեզ բոլորդ։ Վարդանանց պատերազմի պատմությունը պետք է ծանոթ ըլլա բոլորիդ և հետևաբար ուղղակիորեն կանցնիմ այն 5 գետերուն, որոնք կբխին վարդանանց խորհուրդեն։ Առաջին, վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ էր, հավատամարդ էր, այսինքն մեր հավատքի պահպանումին համար մղված մարդ, գրիվ, պատերազմ։ Վարդանանք և Ղևոնդյանք սորվեցուցին մեզի, որ երբ մեր հավատքը հարցակումի կենթարկվի, երբ կպարտադրվի մեզի կրոնափոխությունը, պետք է զենք հրացան վերցնենք մեր հավատքի պաշտպանության խնդիր։ Բայց խոսքը անհատական հավատքի պաշտպանության մասին չէ, այլ ազգի հավատքի պաշտպանության մասին։ Այսինքն, եթե հայ անհատը ինք հարձակումի ենթարկվի իր հավատքին համար, կրնա նահատակվիլ, իր քրիստոնեական հավատքը պահել և սուրբերու շարքին դասվիլ։ Սա սուրբ գրային է, բայց երբ ողջ ազգիմը հավատքը հարձակումի կենթարկվի, ամբողջ ժողովուրդիմը կպարտադրվի իր հավատքը ուրանալ, հոն է որ պետք է ողջ ազգը ոտքի կանգնի, զենքի ուժով իր հավատքի պաշտպանության համար։ Երկրորդ, վարդանանց պատերազմը հայրենամարդ էր, այսինքն հայրենիքի գոյությունը պահպանելու համար մղված պատերազմն էր։ Վարդանանք և Ղևոնդյանք քաչ կերպով գիտեին, որ եթե կրոնափոխ ըլլային, շուտով պիտի գործընծնեին հայրենիքը։ Հետևաբար հայրենիքի սիրույն, հայրենիքի պահպանության համար նաև ոտքի ելան և ոչ միայն իրենց քրիստոնեական հավատքի պաշտպանության համար։ Անոնք քաչապար գիտեին, որ եթե կրոնափոխ ըլլային, Հայաստան աշխարհը շուտով, արագ կերպով պիտի լեցվեր ադրուշաններով, այլ խոսքով կրակապաշտական կետրոններով, բարսիկներով, հետանոսներով, և այդ ձևով հետանոսներուն թիվը շատ ավելի պիտի ըլլար Հայաստանի մեջ, քան հայերուն թիվը, և ատկա կրնար պատճառ դառնալ, որ մենք գործընծնեինք մեր հայրենիքը։ Հետևաբար վարդանանց պատերազմը հայրենիքի պահպանության, գոյության համար մղված պատերազմն էր։ Երրորդ, վարդանանց պատերազմը մեր ազգային ինքնությունը, մեր ազգային նկարագիրը, մեր ազգային ինքնուրույնությունը պահպանելու համար մղված պատերազմն էր։ Որովհետև Վարդանանք և Ղևոնդյանք շատ լավ գիտեին, որ եթե չպատերազմեին, եթե զրադաշտական դառնային, կրոնափոխ դառնային,
շատ շուտով նաև իրենց պիտի բարդատրվեր, որ հետանոց դառնային, բարսիկ դառնային, որովհետև կարելի չէր, որ ուրանային Քրիստոսը և մնային հայ, եթե ուրանային Քրիստոսը, քրիստոնեական հավատքը, ընդգրկեին բարսկական հավատքը, կրակապաշտական հավատքը, գտադրեին հայ ըլլալե, գտարնային հետանոս, գտանային բարսիկ, հետևաբար վարտանած պատերազմը պահեց մեր ազգային ինքնությունը։ Չորրորդ, վարտանած պատերազմը մեր ազգի մեկ մասին պատերազմը չէր ուղղված Հազգերտ երկրորդի որոշումին և քաղաքականության դեմ, այլ մեր ողջ ազգին պատերազմն էր, որովհետև Հազգերտի որոշումը սպառնալիք մներ մեր ողջ ազգին, հայոց հավատքին և հայոց հայրենիքին։ Ահա թե ինչու հայրենիքի զինվորները վարտանանք, հավատքի զինվորները ղևոնդյանք, բոլորը ոտքի պիտի ելեին, պատերազմի դաշտին մեջ վարդանի սուրը և ղևոնդ կահանայի խաչը, վարդանի վահանը և ղևոնդ կահանայի ավետարանը պիտի միանային, որովհետև անոնք, այսինքն վարտանանք և ղևոնդյանք, կգիտակցեին, որ Հազգերտ թշնամին էր հայոց հավատքին և հայոց հայրենիքին, հետևաբար բոլոր քրիստոսասերները, հայրենասերները միահամուռ կերպով պատերազմի դաշտին մեջ ներկա պետք էր ըլլային և եղան։ Հինգերորդ և վերջին, վարտանանց պատերազմը մեր ազգի կյանքի մեջ աստվածասիրության և հայրենասիրության տոն է։ Այո, վարտանանց պատերազմը տոնն է բոլոր աստվածասերներուն, տոնն է բոլոր քրիստոսասերներուն, տոնն է բոլոր հայրենասերներուն, տոնն է բոլոր ազգասերներուն։ Ձեր տոնը շնորհավոր ըլլա, ով աստվածասերներ, ով հայրենասերներ։ Մեր ազգի կյանքին մեջ աստվածասիրությունն ու հայրենասիրությունը եղած են անբաժան։ Վարդան Մամիկոնյան պատերազմի դաշտ չիջավ միայն հայրենիքի պաշտպանության համար, այլ իջավ նաև հայոց հավատքի պաշտպանության համար։ Ղևոնդ կահանան պատերազմի դաշտ չիջավ միայն հայոց հավատքի պաշտպանության համար, այլ իջավ նաև հայոց հայրենիքի պաշտպանության համար։ Ինչպես Եղիշե պատմիչ սեր վարտանանց պատերազմը հայրենիքի ու հավատքի համար մղված պատերազմն էր, հայրենասեր եղողը պետք է նաև քրիստոսասեր ըլլա, և քրիստոսասեր եղողը պետք է նաև հայրենասեր ըլլա, որովհետև քրիստոսասիրությունը արգել չէ հայրենասիրության, ոչ ալ հայրենասիրությունը խոչընդոտը աստվածասիրության։ Թող վարտանանց և ղևոնդյանց բարեխոսությամբ ամեն մեկ հայու մեջ վառ մնա աստվածասիրության և հայրենասիրության հոգին, այլ խոսքով վարդանի և ղևոնդ կահանայի հոգին։